Բարի երեկո, բարի գալուստներ Սարի։ Այսօր խոսելու ենք նոր գեղարվեստական ֆիլմի մասին, որը մեծ էկրան կբարձրանա աշնանը, սեպտեմբերին։ Այո, դեռ ձմեռ է, մեզ սպասվում է գարուն ամառ եւ սեպտեմբերի 4-ին ես արդեն ձեզ հրավիրում եմ նոր ֆիլմի պրեմիերայի։ Կան ֆիլմեր, որոնց մասին խոսում են դիտելուց հետո, եւ կան ֆիլմեր, որոնց մասին դժվար է չխոսել, քանի դեռ դու ինքդ ներսում ես։ Այսօր Ներսարիում ֆիլմ է, որի դերակատարներից մեկը ես եմ ու նստած եմ այստեղ, իսկ գլխավոր դերակատարը նա է, ով հենց հիմա ներս կգա։ Դիմավորեք, Ներսես Ավետիսյան։ Բարի երեկո, այսօր ինձ համար մի քիչ անհարմար, բայց հիանալի օր է, որովհետև սովորաբար ես հարցեր եմ տալիս, իսկ այսօր ստիպված եմ լինելու եւ հարց տալ եւ պատասխանել։ Բայց երևի հենց սա է ճիշտ պահը խոսելու մի գտալ սեր լիամետրաժ ֆիլմի մասին, ոչ որպես ֆիլմ, այլ որպես գործընթաց։ Ուրեմն հիշեք, ֆիլմը կոչվում է Մի գտալ սեր։ Ոչ այն պատճառով, որ սերը քիչ է, այլ որովհետև չափն է կարևոր։ Սա պատմություն է այն մասին, թե ինչ է լինում, երբ մարդիկ ուզում են սիրել եւ նրանց կարող է բավարարել նույնիսկ ամենակիչը։ 2026 թվականի աշնանը սեպտեմբերի 4-ին էկրան կբարձրանա մի շատ գեղեցիկ ու շատ համեղ ֆիլմ՝ Մի գտալ սեր ռոմանտիկ վերնագրով եւ ես այդ ֆիլմի գլխավոր դերակատարն եմ։ Եվ ինչպես հասկացաք, այսօր ներսում կլինի մեր ստեղծագործական թիմի մի մասը։ Ես վստահ եմ, որ պրեմիերային ավելի մոտ մենք կրկին կհանդիպենք ու կզրուցենք ու հուսով եմ, որ ինձ հարցեր կտան եւ ես կպատասխանեմ։ Ուզում եմ ասել, որ այսօր մենք պաշտոնապես հայտարարում ենք Մի գտալ սեր ֆիլմի backstage լուսանկարների եւ կարճ տեսանյութերի մասին։ Ինչպես նաեւ մենք ինքներս ցույց կտանք ձեզ շատ լուսանկարներ, բայց կարևորը, որ կխոսենք այս հրաշալի սցենարի, պատմության եւ ֆիլմի մասին։ Ես ողջունում եմ մեր նվագախմբին Rootline and Friends, տղեկ բարի երեկո, շնորհակալ եմ, որ կրկին ինձ հետ ներսում եք եւ հիմա ժամանակն է գնալու դեպի V&M Bar ու հուսով եմ, որ մեր բենդի մեղեդին ինձ կուղեկցի դեպի V&M Bar։ Գնացինք։ Այսօր հյուրերիս համար առանձնացրել եմ Թարհիրի փրփրունը ու դե էլ ինչ տոն առանց փրփրուն գինու։ Իհարկե Արմենիաբայն ընկերության Թարհիրի փրփրունը, որը կլցվի գեղեցիկ գավաթների մեջ եւ կզնգա այսօր, կուղեկցի մեզ ամբողջ երեկոյի ընթացքում եւ իդեպ ասեմ, որ Մի գտալ սեր ֆիլմի գործընկերներից մեկն է նաեւ Armenia Wine ընկերությունը եւ ֆիլմում էլ մենք հաճույքով վայելել ենք գինին։ Քիչ հետո ներսում կլինեն իմ գործընկերները, թիմակիցները, խաղընկերները, այնպես որ կարճ դադար, որից հետո հանդիպում ենք կրկին ներսում։ Գնացինք։ Regrets, I've had a few, but then again, to fool to mountain, I did what I had to do, and saw it through, without exemption. I planned each charted course, each careful step along my way. I faced it all, I had it up and split it all. I faced it all, I stood tall. I did it Քիչ հետո ֆիլմի մարդիկ ոչ որպես հերոսներ, այլ որպես ստեղծողներ։ Ես նույնպես ունեմ կարճ ժամանակ հասնելու ներս, այնպես որ պատրաստվեք եւ դիմավորեք Ներսես Ավետիսյան, Անի Խաչիկյան, Եվա Զոհրաբյան, Արսեն Գրիգորյան, Մինաս Ասրյան, Արտակ Ալեքսանյան, Հրաչ Քեշիշյան։ Когда ты без звонка можешь пойти в мой дом и в любовь мою.
Знаешь, что всегда наверняка, даже когда не жду, я тебя люблю. Ла-ла-ла-ла, ла-ла-ла-ла, ла-ла-ла-ла-ла. Знаешь, что всегда наверняка. Я тебя люблю. Եթերում ներսարի գիշերային շոուն է եւ իհարկե այս երեկո ես խոսելու եմ մի կինո աշխատանքի մասին, որի ընթացքը հիշելիս ակամա ժպիտ է գալիս։ Մենք մեծ խմբով Հայաստանի գեղատեսիլ բնության մեջ աշխարհից կտրված հայկական համեղ մթերքներով ու տեսքներով մեկ ամիս կերտում ենք մի շատ գեղեցիկ սիրո պատմություն։ Սա ոչ միայն կին տղամարդ սիրո պատմություն է, այլ սիրո խոստովանություն տանը արմատներին, հայրենիքին, ընկերներին, մարդկանց, ովքեր ստեղծում են քո կյանքը։ Ֆիլմը պատմում է Բոստոնում հայտնի շեֆ-խոհարար Արեգ Ավետիսյանի մասին, ով գալիս է Հայաստան հանգիստ գտնելու, բայց բախվում է մի պատմության, որտեղ ամեն ինչ հոտ ունի, համ ունի եւ հիշողություն ունի։ Հանդիպում է Լուսինին, գավառական ռեստորանի տիրուհուն։ Ի սկզբանե ամեն ինչ դարված է թերահավատ, հետո դառնում է հետաքրքիր, հետո կախվածություն, իսկ հետո սեր։ Եվ վերջում այնպիսի ավարտ, որտեղ խոհարարական շոուն դառնում է այն, ինչ կյանքը հաճախ է անում։ Մի անսպասելի, բայց շատ ճիշտ խոստովանություն։ Այսօր ձեզ հետ լինելու են մարդիկ, ովքեր այս ամբողջը ստեղծել են։ Եվ ես, ով այդ ամբողջի մեջ էլ կա, պիտի փորձեմ նաև հարցեր տալ։ Այնպես որ դիմավորեք Ներսես Ավետիսյան, Անի Խաչիկյան, Եվա Զորաբյան, Արսեն Գրիգորյան, Մինա Սասրյան, Արտակ Ալեքսանյան եւ Հրաչ Քեշիշյան։ Ներս եկեք։ Վաու, բարի երեկո, բարի գալուս ներս, սիրելի մարդիկ, շատ ուրախ եմ ձեզ տեսնել ներսում, շատ ոգևորված եմ։ Այո, պարոն Քեշյան, եկեք խմենք դե լավ մի հատ մի անգամից։ Բարի գալուս ներս, շնորհակալություն որ ներսում եք, ուրախ եմ ձեզ տեսնել ներսում։ Եվ շնորհավոր մեզ բոլորից, որտեղ կարող եք ասել, որ մենք այսօր բաժանվես մեկնարկում ենք պատմել մարդկանց մի գտալ սեր ֆիլմի մասին։ Ահա, դա սկսի։ Իրականում հիմա իմ առաջ նստած են մարդիկ, որոնց հետ ես նույն պատմության մեջ եմ ու ինձ այսօր դժվար է լինելու մի քիչ որպես հարցազրուցավար, հա, որտեղ ես էլ անընդհատ պիտի ձեզ հետ մտնեմ այս պատմության մեջ ու պատմեմ մեր հեռուստադիտողին, թե ինչ է նրանց սպասվում 2026-ի աշնանը մեծ էկրաններին, բայց պարոն Քեշյան, սկսենք ձեզնից ամենասկզբում կարծում եմ դուք պիտի մեզ պատմեք, թե ինչի էր պետք ընդհանրապես այս պատմությունը հենց հիմա ու որն էր այն միտքը ու պատճառը, որ սա պետք է անել։ Ինչի էր պետք։ Ես կարծում եմ, որ մարդկությանը միշտ պետք են գեղեցիկ սիրո պատմություններ, որպեսզի սերը չդադարի լինելուց։ Սիրո մասին պետք է անդադ խոսել նաև, հա, գոնե հարակից միջոցներով, այսինքն մեդիա միջոցներով, չգիտեմ, կինոյով, ներկայացումներով, երգերով, որպեսզի մարդիկ հասկանան իրենց սիրո արժեքը միգուցե եւ նաեւ ոգևորվեն դրանից։ Ես կարծում եմ, որ սիրո պատմությունները միշտ տեղ ունեն ու իսկապես դրանք ոգևորում են մեզ նոր գործերի, նոր մղում են տալիս ինչ որ հետաքրքիր կյանքը հետաքրքիր ապրելու։ Այո, եւ ես հուսով եմ, որ հենց այս ֆիլմը շատ մեծ սեր փոխանցի մարդկանց ու ջերմություն կփոխանցի մարդկանց ամիսներ անց ընդամենը։ Խոսենք նաեւ պրոդյուսերական ձեր համագործակցությունից, որովհետեւ սա ձևավորվել է ձեր եւ Արման Միտոյանի համագործակցության արդյունքում։ Այ ինչն էր ամենակարևոր կետը պրոդյուսերների համար, ընդհանուր կետը կարևոր է ամեն ինչում, որ առանց դրա սա չէր կարող գոյություն ունենալ, տեղի չէր ունենա։ Նախ ուզում եմ ողջունել մեր ողջ պրոդյուսերական թիմին, որովհետև ես կարծում եմ, որ ընդհանրապես կինոն այն արվեստներից է, որտեղ չես կարող առանց թիմային մտածողության մտնել այդ բարդ գործի մեջ, եւ այս պարագայում շատ ուրախ եմ, որ մենք կարողացանք
Միտոյան production-ով եւ Արման Միտոյանի հետ գալ ընդհանուր հայտարարի ու ստեղծել ֆիլմ։ Գիտեք, խնդիրը այն է, որ իհարկե մեր երկրում ստեղծում են շատ ֆիլմեր եւ մեր փոքր ոչ ինդուստրիալ, ոչ կինոինդուստրիալ երկրի համար բավականաչափ ֆիլմեր են էկրան բարձրանում։ Եվ մենք էլ սովորաբար մտածում ենք, որ այդ ֆիլմերը պետք է լինեն այն կոմերցիոն աստիճանի վրա, որ դրանց հանդիսատեսը գա, ժամանցը ունենա, որոշակիորեն գումար ծախսի, տոմսը գնի եւ այլն եւ այլն։ Ու այդտեղ առաջանում են որոշակի, այսպես ասած, կանոններ կամ կրիտերիաներ, որի շուրջ սկսում են սցենարիստները անդադ մտածել։ Ոնց անել, որ կինոն դառնա շատ կոմերցիոն, շատ վաճառվող։ Այս պարագայում ինչքան էլ մենք հասկանում ենք, որ սա սիրո պատմություն է եւ այդ սիրո պատմության մեջ ամեն ինչը կարող է վաճառվող լինել, նաեւ մեծ հույս ունենք, որ ֆիլմը այնքան ջերմ է, այնքան տաք է, այնքան մարդկային է, այնքան սիրո մասին է, այնքան լավ կերպարներ կան ֆիլմում ու լավ բանի մասին է ֆիլմը պատմում, որ փորձել ենք մենք բերել բալանսի, այսինքն անել մի բան, որը կարող է երկար ժամանակ լինել մնայուն։ Մարդիկ բացի կինոթատրոնում դիտելուց հետո կարողանան, ասենք, չգիտեմ, յուքոմի հարթակում նայել այդ ֆիլմը, կարողանան հեռուստատեսությամբ նայել այդ ֆիլմը, տխուր ժամանակ, չգիտեմ, մի գավաթ, չգիտեմ, այսենց փրփրուն գինի վերցնեն, տենց գլուխ գլխի դնեն ամուսիններով կամ զույգերով ու նայեն, վա, ես ինչ սիրուն պատմություններ։ Ֆիլմում ամեն ինչ կա հումոր, կա գեղեցիկ տեսարաններ, կա շատ գեղեցիկ Հայաստան, կա համեղ ուտելիքներ, եւ հայկական, եւ չգիտեմ, գաստրոնոմիական տենց ֆյուժն, փորձել ենք հավաքել բոլոր տեսակի այդ վայբերը, այսպես ասած, ժամանակակից լեզվով, տրամադրությունները ու բերել, սփռել այս հայկական, ես հանգիստ կարող եմ ասել, չէ՞ որ պատմությունը շատ հայկական է, շատ հայկական պատմություն է։ Լավ լոկալիզացված, այո, պատմություն է։ Եվ նաև ուզում եմ խոսել այն մասին, որ ֆիլմը ունի իր մեջ խոհարարական աշխարհ, բայց չենք կարող ասել, որ դա այտենց հենց պաստառն է, հա, այս ֆիլմի, այլ պատմության լեզուն է, որը շարժիչ ուժն է, որը տանում է այս պատմությունը։ Մի քիչ խոսենք նաև այս ենթակետի մասին։ Այդ արտակը կպատասխանի երևի այդ հարցին, ավելի տենց։ Դե նախ ուզում եմ ասել, որ երբ որ Հրաչը առաջարկեց գրել սցենարը, անշուշտ կա ընդունված ճշմարտություն, Հրաչին չեն մերժում։ Երկրորդը իմ համար մեծ պատիվ էր, ինձ համար մեծ պատիվ էր, որովհետև սա բավական երկար ընդմիջումից հետո է Հրաչը նոր ֆիլմ նկարում։ Վերջին անգամ ո՞րն է եղել, որ նկարել ես։ 14 թվականին երկու ֆիլմ Thank you Հայրիկ եւ կարճամետրաժ սրտի տնակը չէ, լիամետրաժ։ Որից հետո եղել են հեռուստատեսային ֆիլմեր, այսինքն 12 տարի։ Այո։ 12 տարվա ընդմիջումից հետո Հրաչը վերջապես ներկայացնում է նոր ռոմկոմ, հա, ռոմանտիկ կոմեդիա։ Սցենարը հիմնված է գերմանական վեպի վրա, որի իրադարձությունները կատարվում են Ամերիկայում, հետևաբար ցենց հնարավորին չափով խառն էր, որովհետև նույն Գերմանիայում հեղինակին ասում են, լավ, դու գերմաներեն ես գրում, ինչի՞ ես ամեն ինչ տեղափոխել Միացյալ Նահանգներ։ Մեզ պետք էր, որպեսզի մենք ոչ միայն այդ լոկալացնենք, այլև հնարավորին չափով արդարացնենք, որտեղ սյուժետային գծեր կա, որտեղ այդ զարգացումները, գլխավոր հերոսու անտեղյակությունը գլխավոր հերոսից, այդ ամեն ինչը պետք էր հնարավորին չափով համոզիչ լիներ, ես կարծում եմ արդեն դուք կասեք, որքանով էր համոզիչ թե չէ, եւ ամենակարևորը մենք ապրում ենք բավականաչափ տագնապալի ժամանակներում, որտեղ երբեմն մարդիկ կարիք ունեն այսպես կոչված էսկեպիստական գրականության եւ կինեմատոգրաֆի։ Այսինքն գնան միտեղ, որտեղ տեսնեն լավ, գեղեցիկ, ռոմանտիկ ֆիլմ երջանիկ ավարտով,
որպեսզի Եվ այս պարագայում համեղ ուտելիքով։ եւ համեղ ուտելիքով եւ գեղեցիկ դերասաններով եւ լավ կազմով եւ լավ տեսարաններով մենք բոլորս կարիք ունենք 2 ժամ կտրվել իրականությունից եւ վայելել ուղակի լավ product։ Ես վստահ եմ, որ այդպեսն էլ եղել է։ Ես շատ անամփեր եմ, պարոն Ալեքսանյան, երբ է գալու սեպտեմբերի 4-ը, որպեսզի մենք գնանք վայելելու այդ ֆիլմը, որտեվ դեռ մենք էլ շանս չենք ունեցել այն տեսնելու, չնայած հետ արտադրական փուլը դեռ նոր մեկնարկում նոր է սկսվում, դեռ կարծում եմ բավականաչափ բոլորս աշխատանք ունենք ֆիլմի վրա եւ դեռ այդ աշխատանքը շատ լավ ժամանակաշրջան է։ Նախ ես պարզ է, որ նկարահանումները ավարտեցին, բայց ես միևնույն է ֆիլմի մեջ չեմ կտրվում, դուք եք գնացել բոլորը ձեր այլ գործերով, ես անդադ ֆիլմի մեջ եմ, անդադ այդ ֆիլմը եւ դուք իմ հետ եք, էկրանին այդ բանը ժապավենները անդադ պտտվում են, եւ դա լավագույն շրջանն է ռեժիսորի համար, երբ կարողանում է հանգիստ տաք սենյակում նստած մեծ էկրանով նայել բոլոր գործողությունները, որը հետո բերում է հիշողություն, չէ՞, այդ որ նայում ես ասում ես, վայ, այստեղ կոֆես թափվեց, այստեղ ես մրսեցի, այստեղ ստոպ, մեկ տես բան ունեմ, որ նայում եմ տեսարանը, ասում եմ ստոպ, ու պարզվում է, որ ճիշտ նույն տեղում ստոպ եմ տվել նաև բանում, հա? Նկարահանման հրապարակում լսվում է ձայնը ստոպի, էլի, այդ շատ հետաքրքիր բան է, հա, շատ հաճելի ջերմ շրջան է։ Ես հիշեցի, որ ստոպ տվեցինք նկարահանման, այսինքն իմ կերպարը ռեժիսորի դեր եմ խաղում, ստյուարդն եմ, որ կերպարով ստոպ տվեցի ու երկրորդ ռեժիսորը անես ստոպ նկարահանում ստոպ տվեց։ Ճիշտ է, առան ասել ստոպ, բայց մենք շարունակում ենք։ Ես կերպարային ստոպը տվեցի ու տեսարանը պետք է շարունակվեր։ Ներսես մի շատ կարևոր բան կա, որ պետք է ասել ֆիլմի ընթացքում, որ ֆիլմի մասին, որ ֆիլմի լեզուն այնուամենայնիվ հնարավորին չափով հարթ ու հանգիստ հայերենն է, ու ֆիլմի հումորը այն ակնկալված կամ այն կինոները, որ հիմա կան, կոմեդիաները կան, որոնք ավելի շատ իրերի կոմեդիաներ են, սրանք ավելի շատ ռոմանտիկ կոմեդիա է։ Տեսեք, ամեն ռեժիսոր, ամեն սցենարիստ ունի իր ոճը, եւ ես այս պարագայում էլ շատ հանգիստ եմ նաեւ այդ մասով, որովհետեւ ես գիտեմ, նույնիսկ այն պարագայում, եթե ես ուզում եմ, որ այդ հումորը լինի, ես ունեմ իմ ներքին որոշակի իմ ներքին զգացողությունները, որ հումորը այսքանից ավել պետքա չլինի։ Հումորը պետքա չէ իմ պարագայում, դա ես չեմ ասում, որ ուրիշները իրավունք չունեն դա անելու։ Մեծ աշխարհ, շատ ստեղծագործող մարդիկ, ով ինչ ուզում է կարող է անել։ Իմ պարագայում այդ հումորը նույնիսկ եթե գոտկատեղից ներքև է իջնում, ինքը պետքա լինի էլեգանտ։ Այսինքն կան բաներ, որոնք պետք է անել ճաշակով, եւ հումորն էլ կարծում եմ այս ֆիլմի հումորն էլ է ճաշակով, ու իհարկե շատ առաջ չանցնեմ ու շատ գլուխ չգովանք, բայց ամեն ինչ արված է ճաշակով, տենց չի։ Այո, սպասենք սեպտեմբերի 4-ին։ Բարեհայտ ինչ ճաշակով մարդիկ են նստած։ Ինչ ճաշակով ընտրություն կա։ Թեքվենք դեպի իմ հրաշալի գործընկերները, որոնք վաղուց իմ գործընկերները չեն, իմ ընկերներն են։ Էլի մենք։ Դերի մարդիկ։ Ողջույն։ Ոնց եք։ Բարև։ Լավ եք։ Ան, երևի սկսենք քեզնից, դու այս ֆիլմում գլխավորն ես, իսկ գլխավոր լինելը նշանակում է, որ միշտ քո կերպարի շուրջ է ամեն ինչ պտտվում, սեր, տեմպ, դրամա, հավատարմություն, այն քո համար Լուսինը, հա, որին դու մարմնավորում ես, ինչ մարդ է արդյոք, ուժեղ, կոպիտ, թե պարզապես պինդ աղջիկ, ով բայց հոգնել է արդեն այդ բազմաչարչար ճանապարհներից։ Եկեք վերջապես ազատվենք այդ կարծրատիպից, որ ուժեղ աղջիկը դա ուժի նշանն է, ուժեղ աղջիկը իրականում դա թույլ կինն է, որը փորձում է պաշտպանել իր թուլությունը իր կաղապարներով։ Այս դեպքում Լուսինն էլ է այդպիսին, ապրել է դրամա, ունի կոնֆլիկտներ ինքը իր հետ, աշխարհի հետ որոշակի չափով ունի տրավմաներ, որի արդյունքում ինքը այդպես ձևավորվել է որպես պինդ, ամուր, կայացած, ինքնաբավ, ընտանիքին օգնող աղջիկ եւ որից ելնելով էր դժվար է հաղորդակցվում
արտաքին աշխարհի հետ, ինչպես սովորաբար լինում է ուժեղ կանանց դեպքում։ Ինչքան արագ նույնականացար Լուսինի հետ։ Շատ արագ։ Հասկացեք, իմ մասին է։ Այս բրութագրից հետո այս հարցը շատ լավ էր, էլի, որ հենց հիմա էր պետք։ Ինչպես նույնականացաք ձեր կերպարի հետ։ Շատ արագ, միանգամից։ Դե իհարկե այստեղ նաև գալիս է օգնության ստեղծագործական թիմը, սկսած ռեժիսորական խմբից, պարոն Քեշիշյանի գլխավորությամբ նախ եւ առաջ, որ նաև ավագ ընկեր է արդեն գործընկերներից, որոնք որ արդեն վաղուց գործընկերներ չեն, այլ իմ ընկերներն են, հիանալի տաղանդավոր խաղընկերներից նոր համագործակցությամբ, որոնց հետ պարզապես մի նկարահանման հրապարակում գտնվելը տոն է։ Այսպես խրախճանք է, մեծ խնջույք է եւ այդտեղ չես կարող ունենալ դիսկոմֆորտ, այդտեղ միայն հաճույք է վայել քեզ ստեղծագործական բովանդակությունը եւ էություն։ Այո, ֆանտաստիկ շփաթներ, որը կիսել ենք մենք միասին։ Եվա, սիրելի Եվա, Լորան, ուրեմն սիրելի Լորան արդեն մեզ համար եւ վստահ եմ որ ամիսներ անց նաեւ մարդկանց համար ովքեր ֆիլմը կգնան մեծ էկրանով դիտելու Լուսինի կյանքում ինքը ուղղակի ընկերուհի չի, պարզապես ընկերուհի չի, հա, այդ մարդն է որ անընդհատ Լուսինին ուղարկում է առաջ, ասում է պիտի անես, պիտի գնաս, պիտի փորձես ու եթե Լորայի կերպարը չլիներ շատ շրջադարձային իրադարձություններ տեղի չէին ունենա մեր ֆիլմում ու քո կարծիքով այդ Լորանը անում է եւ որովհետեւ ինքը տեսնում է այն ինչ Լուսինը չի համարձակվում տեսնել թե ուղղակի մտածում է որ ինքը դրա համար է Լուսինի կյանքում։ Ինձ թվում է իմ կերպարի յուրահատկություններից մեկը այն է, որ ինչպես արդեն պարոն Քեշիշյանը խոսեց սիրո մասին, իմ կերպարը այդ բացը սիրո փորձում էր լրացնել եւ վարակեր, քանի որ այսօր ինչպես պարոն Քեշյանը նշեց ու մեր ֆիլմում էր, մենք փորձում ենք վարակել սերը, ու ես տեսել եմ իմ կերպարը տեսավ թե ինչպես է սիրում եւ ինչպես է փայլում իմ քույրը, չնայած նրան որ նա իմ ընկերուհին է, բայց ես նրան որպես քույր էի վերաբերվում, թե ինչպես է նա փայլում այդ տղայի կողքին եւ ամեն կերպ փորձում էր նրան ճիշտ ուղղության վրա կանգնեցնել ու ուզում էր որ այդ սերը տարածվեր եւ ոչ միայն ուզում էր որ սիրո մեջ նրանք երկուսով ապրեին, քանի որ իսկապես երբ նա քո կողքին էր, նա փայլում էր ու դա անհնարին պետք է լիներ, այո։ Բայց դու խաբել ես։ Վայ, Սկսում եք տեսարան, սկսում եք տեսարան։ Պատմել ֆիլմերի մեջ։ Լսի։ Առհասարակ կյանքում էլ է, չէ, այդպես լինում, որ պետքա մարդու կողքը լինի ճիշտ մարդ, որպեսզի կանգնեցնի նրան ճիշտ ուղղության վրա, որովհետև շատ անգամներ մենք չենք հասկանում, շատ անգամներ մենք չենք հասկանում որն է ճիշտ ուղղությունը եւ քո կողքի մարդը դա կլինի քույր, կլինի ընկեր, ընկերուհի, մայր, նա ավելի հստակ եւ ավելի բաց է տեսնում այդ հարաբերությունները, այդ սիտուացիան եւ փորձում է ճիշտ ուղղության վրա կանգնեցնել։ Կարծում եմ ես իմ կերպարը, Անիի կերպարի համար հենց այդ ուղեցույցն էլ, մերսի ու առհասարակ ներս ուզում եմ ասել, որ Անի հետ խաղալը դա հրաշք էր ուղղակի, որովհետև լուրջ այնքան մենք իրար հետ առաջին անգամ էինք աշխատում, բայց առաջին չիտկայի օրն էլ ես զգացի, որ գնացել եմ տուն ու զանգել եմ մամային, ասում եմ մամ, այնքան լավ աղջիկ կա, այնքան լավն էր, շատ դու ասում ես։ Իսկ դու ասում ես, որ այդպես չի։ Փոխադարձ, անկեղծ փոխադարձ։ Խոսքով շատ իսկ սցենարը բոլորին խորհուրդ կտամ նայել, որովհետև իսկապես սցենարը այն սցենարն է, որ առաջին անգամ երեխայից հետո կարդում եմ սցենարը, լացում եմ, ծիծաղում եմ, ուրախանում եմ, ասում եմ ինչքան լավն է, ինչքան իրոք շատ սիրուն պատմություն է, շատ տարբեր գույներով ու այդ գույները շատ ամերիկյան պատմություն է իրականում, այսինքն ամերիկյան դրամատուրգիայի բոլոր կանոններով, չէ՞։ Այո, եւ բոլոր ստերեոտիպներով։ Այո, եւ բոլոր ստերեոտիպներով։ Այդ իմաստով դե տենց հա ինքը բան է։ Հետաքրքիր է որ մեր առաջին ռեակցիան էլ դերասաններով առանձին ընթերցումից հետո այդ է եղել, որ մենք ասենք վաու, այս շատ ինչ-որ sense ամերիկյան ճիշտ կլիշեները պահած, ամբողջ մաթեմատիկան, ինքը ֆորմատ այդ enemies to lovers։ Դժգամությունից մինչև սեր, այդ բանն է, էլի։ Ու այդ շատ հավես է, բան է։ Արտակը սիրում է այս պատմությունը պատմել, թե ոնց այդ սցենարը հայտնվեց մեր կյանքում։ Ընդհանրապես այս պատմությունը ոնց հիմա թողին գրելի ինքը պատմի։ Ուրեմն մինչև այն պահ, երբ որ ես դեռ հրատարակիչ չէի, ես եւ Հրաչի կինը Լուսնեն անդադ փոխանակվում էինք գրքերով։
Եվ Հրաչի կինը Լուսինեն կարդաց այս գիրքը, որից հետո ուղարկեց Հրաչը ուղարկեց ինձ, ասեց մի հատ կարդալ էս լավ սցենար է թե ոչ։ Ես կարդացի, բնականաբար հավանեցի, ու Հրաչի գաղափարն Չէ, ասում։ Չէ, ասենց ասեց։ Դե խզիկ բան է, էլի։ Որտեւ ես ուզում եի, որ մենք դրամա նկարեինք։ Բայց ամեն անգամ ինքս է ասում, ասում ես կլինի քո կինոների վերջում ոչ մեկ չմեռնի։ Ես համաձայնեցի, եթե ինքը չփոխի վերջը, որ happy ending լինի։ Ու դրանից հետո Հա, իրականում Լուսյան, մենք տենց հանգստանում էինք երկար ու անդադ ինչ որ գրքեր էինք կարդում։ Լուսյան, ու ես ասում էի մի հատ ուզում եմ այսպես մի բան, ուզում եմ որ գաստրոնոմիա լինի այդ գրքի մեջ։ Ու չտեղից գտավ Poppy J. Anderson, գերմանուհի գրող, այդ շատ կարևոր բան է, իդեպ որ այս պատմության հեղինակը կին է, ու շատ տենց սիրուն կանացի ու լավ բան կա բալանս։ Եվ կա շատ բան, հստակ տենց ամերիկյան դրամատուրգիա են, որ տենց վարկյան դու գիտես ինչ շրջադարձ պիտի ունենա, եւ իմ սերը ընդհանրապես գրականությունը կինո բերելու այդ մասում, որ ես անընդհատ փորձում եմ մանավանդ ոչ միայն հայ հեղինակներին, այլ տենց բան, հա, դրսի հեղինակներին բերել հայկականացնել, այդ իմաստով դե հա, ես շատ ուրախ եմ, որ այդ աղջիկա գիրքը հայտնվեց, ունի շարքը էս ամեն ինչի, հետո Սուշեֆը, Նիկը ունի իր առանձին պատմությունը եւ այլն, sense գնում, այնտեղ կա հերոստատեսային պատմություն, կստացի արս։ Եթե սիքվելը որ դու պետք է արդեն ունենաս։ Ստուարտը կա։ Ստուարտը կա, հերոստատեսային, հա, ինչպես Արտակ նշեց, Հրաչին մերժել չի կարելի, եւ Հրաչը որ զանգահարեց, ասեց, ապերասի հա։ Էական չի ինչ ենք խաղում։ Կամ չունի, ասի հա Հրաչ, իհարկե։ Ինչի համար շատ ուրախ եմ, դերը ինձ համար նախ ինձ համար հաճելի է։ Արսեն, Հան Արթասյան պետք է ասել, քո տեխնացությունը հիշում ես, չէ, այդպես շատ ակնհայտ էր, որ դու ես լինելու։ Հրաչ, ասա առաջի վարքյանից։ Ինչ լավ է, ես շատ եմ սիրում, տենց դեպքեր, թող հաճախ լինեն իմանատիպ։ Վա, ես եթե բանը, այն իմ տենց բան կա, չէ, տենց մեկնաբանությունների շարք կա բոլոր գործերի տակ, որ Քեշիշյանը էլի նույն դերասաններին է նկարում, ուրիշ դերասանի անուն չգիտի, ուրիշ դերասան չկա այս աշխարհում, ինքը ես շատ ուրախ եմ, որ իմ ցանկը կա, իմ ցուցակը կա դերասանների, եւ ես առաջնորդվում եմ այդ ցուցակով, եւ շատ ուրախ եմ, որ այդ ցուցակը միշտ ավելանում է, ու դե մեծագույն հաճույք Մինասի հետ աշխատելը։ Մինաս Նմանապես։ Շատ համեստ եմ։ Շատ Այս պատմությունը շատ հետաքրքիր է նաև նրանով Եռանկյունին, հա, եթե մեր պատմենք մի քիչ մարդկանց, որ ես Մինասը եւ Խաչիկյանանին արդեն 5 տարի տեխնիկային թատրոնի բեմում խաղում ենք մի շատ սիրելի ներկայացում, Օսկար եւ Վարդագույն տիկինը ներկայացումը։ Եվ այն եղավ պատճառ, որ մենք դարձանք ընկերներ, գտանք էքստրա մտերիմ ընկերներ, որ ասում են բեսթի էլի։ ու մենք իրարից անկախ իմացանք, որ այս երյակը այս ֆիլմի շրջանակներում հավաքվելու է։ Ու այդ վայելք էր մեզ համար, որտեղ մեր հիմնական ամեն դեպքում իր գործը դեռ շարունակում է անել։ Այո, միանշանակ։ Ոգևորում է կինոռեժիսորին, դերասաններին տանել կինո։ Արս, ես ուզում եմ որ դու մեզ պատմես քո էմոցիաների մասին։ Ես սիրում եմ, բայց ես հիմա օրինակ կինոն ավելի եմ սիրում։ Գիտեք ինչու։ Որովհետև կինոյի համար քեզ չեն զանգում, քեզնից հրավիրատոմս ուզում։ Արդեն սովորել են, որ իրենք պետք է գնան տոմս ունենան։ Իսկ թատրոնում միջև հիմա միջև սպասում են տոմսի, հա։ Արս, քո կերպարը շատ արագ է դառնում, է սիրո պաշտ։ Լավ, միջև հարց տալ ուզում եմ ասել իմ մեծ պատկառանքի մասին, դեպի քեզ Արս, ես քեզ միշտ շատ սիրել եմ որպես արտիստ։ Ինձնից մի սերունդ ավակ, չեմ ուզում քեզ սարքել, տես շատ ավակ սերնդի ներկայացուցիչ հանկարծ չմտածես։ Ես բոլոր սերունդներում տեղավորվում եմ, ու այս վերջերս էլ մենք իր այդ աշխատանքի, ուղղակի Արսենը 30 քանի ժամում հասցրեց հայտնվել Միացյալ Նահանգներում, այդտեղ անել իր աշխատանքը, անել կրկնակի աշխատանք, վերադառնալ Հայաստան, թռիչքից հետո գալ փորձից հետո գալ բեմ բարձրանալու հիանալի անել իր աշխատանքը, ես նայում եի Արսին ու միշտ ունեցել եմ այդ պատկառանքը դեպի քեզ, բայց նայում եմ ասում եմ, արա դե արտիստը այսպիսի արտիստ
եմ ուզում։ Ես քեզ շատ սիրում եմ, շատ ուրախ եմ, որ դու կասում ես իրականությունը։ Ես էլ քեզ եմ շատ սիրում, շատ շնորհակալ եմ, ես շատ սիրում եմ որպես ընկեր ու շատ սիրում եմ որպես արտիստ ու բոլորիդ շատ հաճելի է նույն ֆիլմում լինելը։ Ես ուզում եմ ասել իմ ողջավորությունը այս ֆիլմի հետ կապված կերպարից սկսեմ, հետո գամ են կրկնակի ողջավորությունը, ինչի մասին ուզում եմ խոսել։ Նախ Անիի հետ առաջին անգամ էինք որպես դերասաններ, այսինքն նույն տարածքում հանդիպել ու այստեղ շնորհիվ Հրաչի նաև ամեն մեկիս հետ առանձին խոսելուց, այսինքն տեսարանի ժամանակ երբ որ մենք հանդիպեցինք, այդտեղ ոչ մի խորտ ու անսովոր իրականություն չկար, այսինքն կարծես այնպես էր, որ բոլորս վաղուց գիտեինք ու սա պետքա վաղուց լիներ, մենք ինչ էինք անում մինչև այս պահը, եթե մենք երեքով չէինք հայտնվել նույն իրավիճակում։ Իմ կերպարը ռեժիսորի կերպարն է, հեռուստառեժիսորի, որը բնականաբար միայն տեսնում է ամեն ինչ հեռուստացույցից խցիկի շրջանակներում։ Այո, եւ յուրաքանչյուր իրավիճակ օգտագործում է իր հեռուստատեսային շոուի համար ու այստեղ նաև ավելանում է մի դրվագ, որը արդեն եզրահանգի հատվածում կտեսնեք, որ նույնիսկ ինքը այնքան է ոգևորվում, որ ասում է մոռացեք հեռուստաշոուն։ Մոռացեք հեռուստաշոուն։ Այդ սցենարը կարդալու ժամանակ լրիվ այլ է ամեն ինչ, բայց երբ որ գալիս է քեզ նման արտիստ հրապարակ այդ սցենարի հիմքով, բայց իր ներքին հիմքով տալիս է դրան մի հատ NPC երանգ, որը որ դու տվեցիր, մենք այսպես նայում ենք, ասում ենք, դե, այստեղ են գիժա, էլի, այսքան բան էլ նենց խանդավառության։ Ես մենակ վախեցած եմ շատ խաղացած չլինեմ։ Վայ, այդ մի վախեցի, մկրատը իմ ձեռն է, շատակը, հիմա ես ոչ բան եմ մտածում, հեռուստադիտողը, չնայած այս դեպքում ես հանգիստ եմ, որտեվ ինձ մեկ ասում են շատ ես խաղացա, հետո կինոն նայում, տեսնում եմ կողքս չեն խաղում ուղղակի։ Ես շատ եմ հիմա ես մտածում եմ, հեռուստադիտողը նստած տանը, մտածում այս մարտիկ սեպտեմբեր ամսին պետքա ֆիլմ հանեն, հունվար ամսին եկել են խոսում են այդ ֆիլմի մասին, հələ երիք չի խոսում են, մի հատ էլ իրար գովում են, տենց մեղրաջուրը լցնում են, իրար գլուխ։ Սա հիմա որ գրեն այս մեկնաբանությունները մոճիշտ են գրելու, էլի։ Չէ, բայց Իհարկե ամենադաժանն է, որ պետք է սպասեն 9 ամիս։ թող սա հորդոր լինի բոլոր այն մարդկանց համար, ովքեր անկախ նրանից ստեղծագործում են, թե այլ բնագավառում են իրենց տաղանդը դրսևորում, 2026-ը թող լինի ձեզ համար այնպիսի տարի, որ դուք օրվա վերջում ունենաք գոհունակություն, շնորհակալության զգացողություն եւ նաեւ ոգևորություն այն ամենի հետ կապված, ինչը որ դուք եք անում։ Սրանք կարծում եմ շատ հիանալի հատկանիշներ են, որ մարդուն կարող են լիցքավորել սա 2026-ի մաղթանքը։ Ու իմ ուրախությունը, հրաշալի մաղթանք։ եւ իմ երջանկությունը նաեւ, որ իմ Will You Marry Me երգը լսեք շատ լավ երգ է YouTube Will You Marry Me Ինձ թվում է 25 թվականի լավագույն երգն է, որ կարելի է լսել։ Այդ երգի մասին եւս անակնկալներ ձեզ սպասում են, բայց մենք փորձում ենք ամեն դեպքում շատ սփոյլ չանել, որովհետեւ դեռ 9 ամիս մենք էլ ձեզ հետ միասին սպասելու ենք, թե երբ է մի գտալ սեր ֆիլմը հայտնվելու մեծ էկրաններին, բայց ես ուզում եմ հարցնել իմ ընկերոջը Մինասին։ Մինաս, այս ռոմանտիկ պատմության մեջ դու Լուսինի դպրոցական ընկերն ես, շատ առանցքային կերպար ես, որովհետեւ շատ կարևոր ինֆորմացիաներ քեզնից են դուրս գալիս։ Ես հետաքրքրված եմ արդյոք դու վերլուծելով Արեգին ինչ ես մտածում, ինքնից միամիտ տղա էր, որը ուղակի հայտնվեց այս ամեն ինչի կիզակետում ու միացավ այդ ամեն ինչին, թե սա հենց, չգիտեմ, Արեգի մտածված ու գծած պլանն էր, որ պիտի այս ամեն ինչը տեղի ունենա, նա ուզում էր ամեն կերպ Արեգի եւ Լուսինի սերը պաշտպանել։ Արեգի գծած պլանը հաստատ չէր, որովհետեւ դա պատահաբար է լինում, որ իրանք հանդիպում են։ Ես ուղղակի
այդ ամբողջ պատմության մեջ Մի րոպե մենք Արեգի մասին ենք խոսում, թե Գնելի։ ահա Նկատի ունեիր գնելը հատուկ ասած այդ տեղեկությունը, թե որտեղ դու ասիր Գնելը ուզում էր ամեն ինչ անել, որպեսզի այդ հարաբերությունները փրկվեն, թե ուղղակի ինքը դա անուշ միամիտ տղա էր, որ այդ ամեն ինչը դուրս էր գալիս իր վերադից։ ասեմ ինքը նախ մի կողմից շատ միամիտ տղա էր, որը որ նաև ինձ թվում է հումոր էլ ուներ իր մեջ, որը որ ինքն էլ չէր հասկանում, ու հենց դրանում էր հումորը, բայց նաև ինքն էլ իր լուման ունի այդ հարաբերությունները փրկելու մեջ։ Խոսեմ երևի ֆիլմը ինձ համար ինչպես եղավ, պարոն Քեշիշյանից ստացա առաջարկ, շատ ուրախացա իհարկե։ Բայց դեռ չգիտեիր։ Չէ, դեռ ոչինչ չգիտեի։ Ասեց մի հատ նայ սցենարը կարող է դուրդ գա, դե ես իհարկե նույն օրը կարդացի ու մյուս օրը պարոն Քեշյանի ծնունդն էր, չզանգեցի այդ օրը, ասենց սպասեցի, կզանգեմ, լավ, վաղը կզանգեմ, այսպես վիճակ, բայց արդեն ես չգիտեմ ինչի հասկացա, որ դուք եք Արեգն ու Լուսինը ու չդիմացա գրեցի պարոն Քեշյան մի հատ հարց տամ էլի կարողա Լուսինն ու Արեգը ներսոն ու անինեն հետո ասեմ որելով էս մարդը կասի քեզ ինչ ով են մի հատ կարդ ասա թե չէ Մետրոպեին տորտնա փչում չէ գրեց Որը լավ մի օր շարի ծնունդը Իհասկով շատ հաճելի Մենք բոլորս այսպես առանձին իմացանք, դա իրականում ինչի ենք շեշտում այս պատմությունը, որովհետև կրկնելով, որ մենք մոտ ընկերներ ենք եւ մեր միասին մի գործի մեջ լինելը դա մեր համար տոն է։ Ու մենք առանձին իմացանք, հետո ես ասում եմ, բայց ներսոն սաղիցը շուտ գիտեր։ Դա միշտ ամեն Չէ, ինչ։ չգիտեր։ Այս երյակի գոյության մասին ես չգիտեի։ Ներսեսը գիտեր անի, այդ ներսես անի, այդ կտորը գիտեր, բայց քո մասին չգիտեի։ Իմացա, շատ անակնկալ ենք։ Այսինքն անակնկալը մնացել էր միջև վերջ անակնկալ։ Հա, ու սա իսկապես պարոն Քեշյան ձեր կողմից անակնկալ էր մեր ընկերությանը, որովհետև ես հետո ասեմ, երեք հասկանում եք, մի կողմ որ մենք ունենք հիանալի մեր շատ սիրելի ներկայացումը, որը մենք շատ սիրում ենք, տարիներ շարունակ արդեն խաղում ենք նույն ոգևորությամբ, բայց դուք հասկանում եք, որ մենք այս ֆիլմով մեր երյակով որպես ընկերներ մնալու ենք, վերջ։ Ու իսկապես այս սենտիմենտալ եւ շատ էգոիստ տեսանկյունից մեզ համար մեծ անակնկալ էր։ Եվ նաև մեծ անակնկալ էր հրաչ ու ուրախություն այն հանգամանքը, որ յուրաքանչյուր դերի համար անկախ նրանից թե որքանով էր էպիզոդիկ կերպարը կամ ինչ ֆունկցիա ուներ ֆիլմում իրականացնելու, ընտրված էին մեր թատրոնի եւ կինոյի լավագույն դերասանները ու որքան հաճելի էր բոլորի հետ լինել նկարահանման հրապարակում։ Ես գիտեք այդ Ոնց խաղացին Անիի ծնողները Լևոն Ես Լևոն Հարությունյան, Մարջան Ավետիսյան, Նազենի Հովանեսյանի վերջո սուպերստար ունենք մեր այո ֆիլմում Գրիգոր Դանիելյան, Ռաֆայել Երանոսյան, այսինքն կա շատ սիրուն դերասանական կազմ։ Գիտեք, այս գործի, այսինքն նաև խնդիրը, երբ որ դերասանը հասկանում է իր կերպարի կարևորությունը։ Սկսենք Մինասից։ Մինասն կարևոր կերպարն է այս պատմության մեջ, որ կարողանում է միամտորեն Լուսինի մասին բոլոր տեղեկությունները հայտնել Արեգին։ Ամեն ինչը միամիտ, տենց արագ, տենց որտեվ իր համար էդի գաղտնիք էլ չէ։ Գաղտնիք էլ չի, բայց բանը Արեգի համար դա շատ կարևոր ինֆորմացիա է եւ դիտողի համար է եւ այդ պատմության մեջ մտնող մարդու համար է կարևոր։ Եվայի կերպարը Լորան, եթե չբզի, չդրթի գլխավոր կերպարին անելու որոշակի գործողություններ Այդ հետաքրքիր չի լինելու, այսինքն ինքը իր մտքի մեջ պետք է մտածի, ես գնամ Բոստոն, թե չգնամ։ Մտածեմ, թե բայց երբ որ դա անում է կողքի մարդը, սրտացավ մարդը, պարզվեց, որ այս երկրորդական կերպարը դառնում է շատ կարևոր, որպեսզի ֆիլմը, սյուժեն կարողանա գտնել։ Կատալիզատորներն են պատմության, այո։ Եթե Նազեն Հովանեսյանը խաղում է Արեգի քրոջ կերպարը ֆիլմում, եւ եթե այդ փոքր տեսարանում Նազենի Հովանեսյանի կերպարը ուղակի Արեգին չդրթի, որ նա թողնի իր տենց, այսպես ասած, ունայնության մեջ կործանվող տրամադրությունը ու փորձի գնալ հանգստանալու կամ
փորձի ինչ որ նոր բան բացահայտել իր համար, Արեգը հաջորդ օրը նորից վերադառնալու է իր բոստոնյան high-end խոհանոցը ու շարունակելու է իր էքսպերիմենտները ուտելիքի հետ։ Եթե Ստյուարտը Չանի այդ շոուն, որ անում է նկարահանման հրապարակում, դժվար է, ասենք մենք ունենանք այն ամենավառ ու սիրուն տեսարանը, որը ֆիլմի ֆինալում է լինելու, որի մասին չենք խոսում։ Այո, չենք խոսում այլևս որևէ տեսարանի մասին։ Բոլոր դերասանները ես Մարջան Լևոն այդ համադրությունը ծնողները ֆանտաստիկ Ներդաշնակ էին։ ֆանտաստիկ ծնողներ ունեք։ Այո։ Լավ, այլևս որևէ բան ֆրազան ֆանտաստիկ, հա, ոնց է Ֆանտաստիկ սրիկա ես դու։ ֆանտաստիկ Հիրաջ Ալլա Վարդանյան, այո։ Ալլա Վարդանյանը Արեգի մոր կերպարն է եւ Նորա Արմանին մորակրոջ կերպարում, այո։ Այո, ու հիանալի էին եւ ուզում եմ ասել, որ ես գժվում եմ իմ ընտրած մասնագիտության համար, ձեզ եմ շնորհավորում, որ դուք այդ որոշումը կայացրել եք, որովհետեւ ես կարծում եմ այստեղ նստածներից հաստատ ոչ մեկ չի ոգևորել մասնագիտությունը ընտրելիս, հաստատ մի քանի 3 ուրիշ տարբերակ առաջարկել են կյանքում ընտրություն կայացնելու, բայց լավ է, որ այդ որոշման մեջ հաստատ են եղել եւ այն բոլոր դերասանները, ովքեր որ նայում են, ես ձեզ շատ սիրում եմ ու ինչ լավ է, որ դուք ամեն դեպքում հավատացել եք, լսել եք ձեր սրտին ու կայացրել եք ձեր որոշումը, որովհետև սա այն մասնագիտությունն է, որ միջև վերջ կարող է մարդուն երիտասարդ պահել ու այդ նվիրվածությունը արվեստում կարող է միայն ծածկել յուրաքանչյուր հանգամանք, լինի դա տարիքային, լինի դա դժվարություն, երբ որ առանց տրտնջալու չգիտեմ, որոշակի դժվարություններ հաղթահարելով արդեն վաստակավոր դերասանները երեխայի պես պատրաստ են, եթե կարիք կա 10, եթե կարիք կա 100 անգամ նույն բանը անելու, նույն երջանիկ դեմքի արտահայտությամբ անկախ դժվարություններից։ Դրա համար ես բոլոր դերասաններին ուզում եմ ասել, որ ձեզ սիրում եմ ու շատ լավ է, որ մենք ընտրել ենք այս մասնագիտությունը, սա աշխարհի ամենալավ մասնագիտությունն է։ Այո, դա երջանկություն է, շնորհակալություն ձեզ, բայց մենք էլ փակագծեր չենք կարող բացել, որովհետեւ բան այլևս չբացենք, արի մի քիչ էլ դու խոսա։ Ուղղակի շատ դժվար է, միշտ շատ դժվար։ Լավ, արի այսպես հարցը ձևակերպեմ։ Քո եւ Հրաչ Քեշյանի առաջին տանդեմը չէ։ Այսինքն առաջին համագործակցությունը չէ, դուք որպես տանդեմ բավականին շատ նախագծեր ունեք այդ։ Ինչն էր այստեղ քեզ համար այսպես նոր փորձառություն, որը որ փորձել ես սահմանել, որ այս տանդեմի մեջ այս կետը պետք է նոր ժողովի փորձառել, նոր բան ստանալ, միասին համագործակցությունը նոր լույսի տակ ներկայացնելու։ Մեր տանդեմը 10 եւ ավելի տարեկան է։ Առաջի ֆիլմն է դեռ։ Չէ, դե կարող ենք հաշվել, որ կա անատոլիական պատմությունը, հետո կա պատվի համարը, կա երջանկության մեխանիկան, եղնիկների կածանը ամենաառաջինը, այսինքն փոքր կերպարից մինչև ամենամեծ կերպարը եկե հասել Պետք ներսեսը ասեմ, որ բոլոր թվարկած ֆիլմերում Հրաչ նենց է խաղացել, որ քեզ մոտ տպավորություն չի եղել ամեն դեպքում, որ ինքը supporting կերպար է, այսինքն գլխավոր հերոսը չի տվյալ պատմությունների, դա շնորհիվ իր կերտած կերպարների, բայց ամենայն դեպս կարծում եմ սա առաջին ֆիլմն է, որտեղ հենց գլխավոր հերոսը իրականում կա մի պատմություն։ Այս են կոմենտների համար էլի, որ չասեմ, մենակ ներսեսին է նկատում։ Առաջին գլխավոր դերասան։ Կա մի պատմություն, այս տարիներ առաջ տենց հլը փոքր երեխա էր։ Ներսոյին ասցի նայի, գալու եմ մի պա, որ ելնելու է գեղարվեստական ֆիլմ ու դու ելնել ես գլխավոր դերում ու դա պիտի նկարեմ ես հետո մնացած ռեժիսորներին ասես, որ քեզ նկարեն գլխավոր դերերում։ Նա չպահեց այդ խոսքը։ Իրականում մի օր զանգեց, ասեց, դե չեմ կարա մերժեմ, ասեցի դե լավ, դե չես կարա մերժես, մի մերժ։ Որ ֆիլմի։ Անցանք։ Չէ, անցանք, շատ։ Չի ուզում լսի։ Շատ լավ է, անցանք։ Կարևոր չի։ Ուզում եմ ասեմ, հա, իրականում, բայց միևնույնն է, լավ դերասանը նույնիսկ ամենա
փոքր դերում կարող է հիշվել, այդ այնքան օրինակներ կան եւ մեր խորհրդային հայկական կինոյի շրջանից եւ հոլիվուդյան ֆիլմերից եւ հոլիվուդյան մեծ դերասաններից, որոնք համաձայնվել են խաղալ երկրորդ դեր ու երբեմն գողացել են ֆիլմը։ Ու երբեմն գողացել են ֆիլմը։ Այդ այնքան կարևոր բան է, իսկ այս պարագայում ասենք պատվի համարում NRSS ուներ տենց ամենավառ կերպարը իրականում Իսկ այս ֆիլմում ոնց է։ Երջանկության մեխանիկայում ամենաուրախ կերպարն է, չգիտեմ, ամենա տենց բանն էր, էլի կենսական կերպարն էր երևի այդ ֆիլմի։ Այս ֆիլմում գլխավոր ես հայտարարակ չունենք դեռ։ Սուսամ հա, որ մարդիկ ուղղակի կկիսեն ու կզգան այն էմոցիաները, որ մենք փորձել ենք հնարավորինս նրբանկատորեն փոխանցել մարդկանց։ Ես վայելել եմ այդ մի քանի շաբաթը երջանիկ եմ եղել ու ներողությունով Անի Խաչիկյանի հետ համբույրի տեսարան ունենա չվայելի։ Համբույրի տեսարանը գիտես Արի մի հատ բան պարզաբանենք, երբ որ համբույրի տեսարանը մոտ ընկերոջդ հետ է, դա հարաբերական վայելելու մասին շատ ծանր է։ Լավ, մեր եթերաժամը շատ սուղ է, սիրելի մարդիկ, մենք շատ երկար կարող ենք զրուցել միասին։ Մենք ֆանտաստիկ օրեր ենք ապրել իրար հետ, սիրելի հեռուստադիտող, ֆանտաստիկ էմոցիաներ ենք կիսել ու ես վստահ եմ, որ հենց այդ ընդհանուր էներգիայում տիրող ֆանտաստիկ էմոցիաները տալու են իրենց արդյունքը եւ ես մեծ հույս ունեմ, որ դուք սեպտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության բոլոր մեծ էկրաններին վայելելով մի գտալ սեր ֆիլմը ձեզ հետ կտանեք այդ էմոցիաները տուն եւ վստահ եմ, որ նաեւ կտանեք բաներ, որոնց մասին կմտածեք ավելի երկար, քան միայն այդ երեկո։ Անակնկալել Նյու Մեգի կողմից արտակը կասի։ Պարոն Ալեքսանյան։ Մինչև սեպտեմբերի 4-ը հուլիսից արդեն մի գտալ սիրո պոստերով լույս կտեսնի Պոպի Անդերսոնի վեպը։ Այսինքն վեպը կլինի հայերեն թարգմանությամբ։ Սկզբից կլինի վեպը, հետո արդեն կլինի կինոն։ Այո, դուք կունենաք գիրք պոստերով։ Ձեր դեմքերով։ Մենք կրկնակի ենք սպասում սեպտեմբերի 4-ին, սիրելի մարդիկ։ Ինձնով է ջանշան արեք։ Այդ հաճիկով։ Ես համաձայն եմ։ Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն, որ եկաք ներս, շնորհակալություն, որ այս լուսավոր ու դրական էներգիան բերեցիք իմ տաղավար, շատ սիրում եմ ձեզ բոլորիդ, անհատապես շատ շնորհակալ եմ, որ այս ճանապարհը եւս մենք կիսել ենք միասին, իսկապես մեծ անհամբերությամբ սպասում եմ սեպտեմբերի 4-ին ու վստահ եմ, որ այդ օրը մեզ սպասում է, չգիտեմ, էմոցիոնալ հրավառություն, այնպես որ կհանդիպենք մինչև սեպտեմբերի 4-ն էլ, բայց կարևոր հանդիպումը սեպտեմբերի 4-ը 26 թվականին, բայց նախքան ձեզ հրաժեշտ տալն ուզում եմ նաև մի քանի փաստ ասելու ու արձանագրել։ Մի գտալ սերը միայն Արեգի եւ Լուսինի պատմությունը չէ։ Սա մի ամբողջ միջավայր է։ Բոստոնում Արեգի կողքին կա Դեյզին, մորաքույրը, կնոջ տեսակ, որը սիրում է ամեն ինչ վերահսկել։ Նրա կերպարը կերտել է Նորա Արմանին։ Կա Նիքը, Արեգի սուշեֆը, ընկերը մարդ, որը պատրաստ է վերցնել ռեստորանի ամբողջ ծանրությունն իր վրա, լինել ընկեր, խորհրդատու, երբ պետք է նաև հոգեբան։ Նիկին մարմնավորում է Էդգար Դամատյանը։ Բոստոնում Արեգի կողքին է նաև նրա օգնականը, որի կերպարը կերտել է Անալիս Բասոն, Նազանի Հովանիսյանը, Արեգի քույրը, Ալա Վարդանյանը, Արեգի մայրը, Լուսինի ընտանիքը նույնպես առանցքային է այս պատմության մեջ։ Նրա մոր կերպարում է Մարջան Ավետիսյանը, հոր կերպարում Լևոն Հարությունյանը, ֆիլմում նկարահանվել են Ռաֆայել Յանոսյանը, Գրիգոր Դանիելյանը եւ շատ այլ սիրված ու ճանաչված դերասաններ։ Այսինքն սա ֆիլմ է, որտեղ յուրաքանչյուր մարդ մի փոքր ազդում է պատմության վրա եւ հենց դրա համար էլ այս ամենը պետք է աշխատի որպես ամբողջություն։ Մեր ողջ ստեղծագործական թիմը, բեմադրող օպերատոր Ֆելիքս Շախտոյանը եւ իհարկե Մարինա Մեսրոպյանը, Շահանեն, Ադրինե Քեշիշյանը, Կարեն Մարկարյանը, մենք դեռ առիթ կունենանք բոլորի մասին խոսելու, սիրելի հեռուստադիտող, շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին, ովքեր հավատացին այս պատմությանը եւ կանգնեցին պրոդյուսերներ Արման Միտոյանի եւ Հրաչ Քեշիշյանի կողքին ու դե պարզ է, ֆիլմը ունի ընթացք եւ աշնանը մեզ սպասվում է սիրո պատմություններից ամենագունեղն ու ամենահամեղը։ Հարց բոլորին, վերջում շատ կարճ, սիրելի ընկերներ, ինչու պետք է դիտել այս ֆիլմը 2026-ի աշնանը։ Ես ունեմ պատասխան։ Ասա Արսեն։ Որովհետև այնտեղ է նկարահանվել նաև։ Գրիկ։ Մի հատ էս բաժակը տամ քեզ առաջինը։ Արսեն խոսափողը կխնդրեմ փոխանցես։ Ես սիրով ուզում եմ ողջունել Հրաչ ջան, նստի, ես այսպես կողքեմ որ սացիլում։ Ես ուզում եմ ողջունել ողջ անձնակազմին ֆիլմի։
հարգելիներս, ես այս ֆիլմում հանդես եմ եկել որպես մասսայական դերակատար եւ սիրով սեպտեմբերի 4-ին հրավիրում եմ 2026-ի, որպեսզի դիտենք այս գեղեցիկ ֆիլմը, Սիրո պատմություն, շատ գեղեցիկ։ Բրավո։ Ապրես։ Շնորհակալություն Գրիգոր, եկում հրաշալի անակնկալ է, որ դու եւս միացար հենց նոր մեզ եւ բոլորով քեզ տեսանք այդ պահին։ Լավ, սիրելի մարդիկ, մենք ներսում ենք շատ հաճելի մարդկանցով, ես կարող եմ անverջ խոսելու հարցեր տալ։ Եվ ուզում եմ ասել, որ սերը մեծ բառ չէ, սերը ճիշտ պահն է, եթե այդ պահը գտնես, մի գտալն էլ բավական է։ Մի գտալ սեր, երևի կրայեցիք մեր ֆիլմի ուղեկցող։ Հիթը ռեինկարնացիայի մի գտալ սերն է։ Իսկ թե ինչպես կընչի այն կիմանաք, երբ ի վերջո դիտեք այն, իսկ դա ընդամենը մի քանի ամսից է լինելու։ Սեպտեմբերին լավ ֆիլմեր եւ լավ տրամադրություն, բոլորիդ եթերում Ներսարի գիշերային շոուներ։ Այսքանով մենք ավարտում ենք մեր աշխատանքը, շնորհակալություն բոլորին, ովքեր մեզ հետ էին։ Եղեք խաղաղ, կհանդիպենք։ Բարի գիշեր։ Tanto bene sai